Բարի կեսգիշեր, Վարդանանց հրապարակից այս ժամին այստեղ հավաքվելու ուրախ եւ կարեւոր առիթ ունենք։ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի իմշամարտի մրցաշարերում հայ պատվիրակները բացառիկ հաջողությամբ էին հանդես գալիս Միրան Հարությունյանը ընդամենը րոպեներ առաջ պարտվեց, սակայն Արթուր Ալեքսանյանի մրցելույթին դեռ սպասում ենք։ Հիշեցնեմ, որ Արթուր Ալեքսանյանն ընդամենը ժամեր առաջ փայլուն հաղթանակ է տոնել հաղթելով 9-0 հաշվով թուրք ըմբիշին։ Մենք այս ուշ ժամին հավաքվել ենք, որ երկրպագենք մեր երկու դյուցազուններին, Միրան Հարությունյանին եւ իհարկե մեր համակարգացի Արթուր Ալեքսանյանին։ Հույս ունենք, որ այսօր Հայաստանի վերջո 20 տարվա ընդմիջումից հետո ոսկե մեդալ կնվաճի օլիմպիական խաղերում։ Գերազանց մենամարտես, բայց թե սպորտ է, չես կարող ասել։ Վերջին պահին չկարողացավ միավոր վերցնել եւ վերջին միավորով հաղթանակը շնորհվեց հագարագործին։ Ցավալի պարտություն, շատ ցավալի։ Այստեղ բավարարվեցին կարծրատով, հուսով ենք, որ Արթուրը կհաղթի։ Ամբողջ մարտի ընթացքում ավելի ակտիվ էր Միրանը եւ ամբողջ մարտի ընթացքում դոմինանտ էր։ Ասեմ ավելին սերբը անընդհատ արգելված մեթոդներ էր կիրառում, այսինքն ուսով եւ գլխով հարվածում էր, ինչի պատճառով ունքի վնասված ստացավ Միրանը։ Խայտարագություն է, հուսանք Արթուրը կլուծի Միրանի վրեժը։ Արթուր Ալեքսանյանը բնականաբար բոլորը սպասում են հաղթանակի։ Ամբողջ հայ ժողովուրդը, որովհետեւ երևի այս պահին միակ հույսը Արթուր Ալեքսանյանն է, մանավանդ մեր քաղաքը սպասում է Արթուր Ալեքսանյանին, որով մենք այս օրերը ուղղակի սպասել ենք, որ այս պահը մենք կարողանանք ուղղակի տեսնել, հպարտանալ, որ մենք կունենանք ոսկե մեդալ օլիմպիական։ Տեսնենք, ճիշտ ասած, սպասում ենք, որովհետև տեսակ ինչ ավարտ ունեցավ Միրան Պողոսյանի հետ։ Նա տեսնենք էլի, ինչ ասեմ, կարևորում եմ, որ մենք հույսով սպասենք, որովհետև մենք ունենք շատ հզոր մարզիկ, որը հույս ունենք, որ կունենանք օլիմպիական ոսկե մեդալ։